Պահանջում ենք համակարգային լուծումներ, որովհետև անընդհատ այս քաղաքացիները անտարբերության մեջ են ու մենակ իրանց արդարության պայքարի ճանապարհին եւ ասեմ ավելին, մենք այստեղ ունենք քաղաքացի, ով Արցախից բռնի տեղահանված է, ով Հայաստանի Հանրապետության որևէ բանկի հետ որևէ գործառույթ չի ունեցել, բայց այսպես ուղղակի անհամաչափորեն թալանյա ենթարկվել։ Հիմա հարց, ինչպես է թալանվել իբրև թե կիբեր հանցագործություններ, բայց ոնց նկատում ենք, այդ կիբեր հանցագործությունները բավականին ձեռնտու է այս մի քանի բանկերին։ Հիմա ես չեմ հասկանում, ամբողջ պետությունը այս մի քանի բանկերի վրա չի կարողանալու, այս հարցը չի լուծվելու, այս քաղաքացիները մնալու են թալանված ու շարունակելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները թալանվեն։ Մենք պահանջում ենք համակարգային եւ անհապաղ լուծումներ եւ գործուն քայլեր, որովհետեւ այս մարդկանցից սկսել են բռնագանձել շարժական եւ անշարժ գույք եւ անհիմն ու անօրինական ճանապարհով։ Ձեզ ինչպես ներկայացնենք։ Հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության ղեկավարն եմ, իրավապաշտպան Մհեր Կարագոզյան։ Այս քաղաքացիները բոլորը մեր հասարակական կազմակերպություն դիմում ներկայացրել, այո։ Օրինակ պետությունը ինչ կարող է անել։ Պետությունը ուղղակի պիտի օրենքը աշխատացնի։ Բանկերը չունեն օրինական հիմնավորումներ։ Ինչ օրինակ։ Դրանով վարկ են բացել, տարում է որ այդպես բան չի։ Ու դուք գտնում եք, որ ընդհանրապես պետությունը այդտեղ չուներ վերահսկողական ֆունկցիա։ Ես տենց չեմ գտնում։ Խնդրում եմ նորից հարցը տվեք։ Նորից հարցը տվեք։ Ինչ կարող է անել, որ մեխանիզմները գործադրելով կարող է Ուղղակի պետությունը եւ պետական մարմինները, ընդհանուր նաեւ դատախազությունը, նաեւ քննչականը իրավունք ունի կասեցնելու բանկերի ոչ օրինական պահանջները քաղաքացիների նկատմամբ։ Բանկերի պահանջները օրենքով հիմնավորված չեն։ Այսինքն կոնկրետ այս դեպքի մասին է խոսքը։ Նաեւ Նույնիսկ դեպքերն են տարբեր սխեմաներով։ Ձեր տարածած հայտարարության մեջ նաև նշված է, որ Նիկոլ Փաշինյանի հետ եք հանդիպում պահանջում, արդյոք արձագանքել են ձեր պահանջին։ Ուրեմն մեր պահանջներին արձագանքել են կենտրոնական բանկից, մեր պահանջներին արձագանքել են գլխավոր դատախազությունից։ Մենք հավաքվել ենք այստեղ այդ պահանջը նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ներկայացնելու։ Այդ թվում նաև հիմա մենք դիմում բողոք, նաև հանդիպման պահանջ ունենք, որը գրավոր կերպով նամակ մուտք ենք անելու կառավարություն եւ սպասելու ենք պատասխանը եւ ակնկալում ենք հանդիպում եւ քննարկում այս գործերի բացահայտման հետ կապված մենք հիմա ստորագրահավաք ենք իրականացնելու ես խնդրում եմ բերեք նամակը մենք բոլորս դրա տակ կստորագրենք ու մեր նամակը մուտք կանենք եւ ակցիան կհամարենք ավարտված